Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ չէի կարել ոչ մի բան, կամ չէին երևացել որևէ նախադրյալների մասին, որ պետք է բանը հասնել սրան եւ իշխանությունը ասեր պիտի խրենք հեծել։ Բայց որ կապ չուներ աշտարակի մայրով հետ որի բացման խոսանքազեկում ասեցի հետ, արդեն մեկնաբանություն տվել եք։ Դրանից առաջ ազգային ժողով, դրանից առաջ կառավարություն, մյուսերը համեն, այս նույնիսկ ժամանակ։ Եթե ծուղը նստենք շիտակ խոսենք, նաև քաղաքացիներից դժգոհություններ կան, կարծում եմ դրանց մասին նաև դուք գիտեք։ Այս գիծը ընդհանրանում, որը իմիտացիաց չէր ուշում այն մասին, որ ամեն դեպքում սև ամպեր են հեցին։ Սա մեկ, երկրորդը, հիմա շատ է շրջանառվում նաև վարկածը, որ Փաշինյանը ազգայնացում կամ պետականացում ասել է, իրականում նկատի ունի ոչ թե բուն պրոցեսը, հասկանալով, որ դա շատ բարդ գործընթաց է, այլ նկատի ունի կառավարումը վերցնել։ Եվ երրորդ հարցը, Սամվել Կարապետյանի հայտարարությունը շատ մանիպուլացվում նաև քպականների կողմից, թքածում են ձեր վրա է, ձեր հեցի վրա է, արդեն հասել են նրան, որ ասում է ժողովրդի վրա է իրական մեկսիկանին։ Ինչու պայքարել մի հիմնարկի համար, որի տերը ըստ էության թքածում, այս սրախտում եմ այս երբեք հեցը չի հայտարարել, որ մենք չունենք խնդիրներ, մենք միշտ ճիշտ ենք եւ այլ եւ այլ։ Եթե այդպիսի հայտարարություն գտնեք, խնդրեմ։ Ես ունենալով այդ լիազորությունը, հիմա եւս մեկ անգամ ձեզ հայտարարում եմ։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Մեզանից լավ այդ խնդիրները ոչ մեկ չգիտի, չի էլ կարող իմանալ։ Բայց մոտավորապես այդ չափով ի սկզբանե իմացել է կառավարությունը։ Ի սկզբանե իմացել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Հիմա ինչի համար են իրանք դա տենց Բայց գոհ են եղել ձեր աշխատանքից։ Գիտեք ոնց գոհ են եղել դինամիկայից։ Եկեք սենց ասենք, մեր աշխատանքից գիտեք անշնորհակալ աշխատանքը հավատացած եղեք, ոչ մեկ էլ գոհ չի լինում։ Ես ինքս էլ իմ աշխատանքից գոհ չեմ։ Ինչի համար, քանի կա Հայաստանի Հանրապետությունում հոսանքազրկում, եւ Կարապետյան Սամվելը եւ հեցի վերնախավը ձեր ասած չի կարող գող լինել իրենց, եթե նորմալ մարդիկ են, բայց ոնց որ ասում են նորմալ մարդիկ են։ Այդ պարագայում այստեղ ուղղակի պետքա մեր սխալը նաեւ եղել է նրանում, որ մենք չենք տարանջատել հոսանքազրկումները։ Ես հիմա պնդում եմ անելու, որպեսզի այսուհետեւ հոսանքազրկումները ամբողջությամբ հրապարակայնացվեն եւ տարանջատվեն։ Այսինքն ում կողմից է եղել կամ ում այսպես ասած սեփականության այդ բալանսի վրա եղած ենթակայանում կամ մալուխներում է եղել այդ պատճառը եղել այդ հոսանքազրկումը։ Բայց հրապարակվում է, չէ՞, այսպես թե այնպես։ Չէ, հրապարակվում է, բայց օրինակ, հա, բայց օրինակ ոչ միտեղ չի երևում, որ օրինակի համար, չգիտեմ, 3-4 քաղաքի ու փաթոր եթե չեմ սխալվում, քաղաքի 40% եւ աշտարակ խոշորացած համայնքի մեծ մասը այսպես ասեմ, հետո չասեմ, կեսներ 40 անջատված է եղել։ Դե ես ասել եմ, հիմա դրան էլ իհարկե կանրադառնամ։ Մեկ օրում չի լինում, չէ՞, այսինքն այդ։ Հա, այսինքն այդ մենք հայտարարել ենք, մենք չենք։ Մենք ասել ենք, Շահումյան 2 ենթակայանում եղել է խնդիր, որտեղից մենք ունենք 110,000-ի գծեր, ենթակայաններ չխորանանք մասնագիտական մեջ, այսինքն եթե Շահումյան 2 ենթակայանը չի աշխատում, մենք այդտեղից հոսանք չենք կարողանում վերցնել, որի արդյունքում դրանից սնվող բոլոր բաժանորդները մնում են հոսանքազուրկ։ 4-րդ օրը անցել է։ 6-ից ոչ մի լուր։ Բնականաբար այդպես էլ պետք է անեին, ինչ պետք է անեին, պետք է երևի թե արգելեին կամ իրենց ձեռ չի տալիս, որ բեցը որպես պետական կազմակերպություն, այսինքն տարածքային կառավարման, ես կարճ ասեմ, անդադ այդ նախարարությունների անունները կարող երկար չասեմ, բայց տեղյակ եմ։ Այդ նախարարության ենթակայության գտնվող հիմնարկը չի հայտարարում։ Ուղղակի, տենց մի քիչ քաղաքային ժարգոնով ասած, չորով չի հայտարարում, որ մենք ենք մեղավոր, կամ մեր մոտից է եղել, այստեղ մեղավորության խնդիրներ չի ավելի շատ։ Ուղղակի մեր մոտից է եղել։ Իմ ասած այդ տարանջատումը պետք է այդտեղ լինի։ Եղել է 1000 հոսանքազրկում, այդ 1000-ից, չգիտեմ, 50-ը եղել է այլ պատկանելիության ենթակայաններում, չգիտեմ, 50-ը եղել է մեր այս շինարարական բումի ժամանակ մեր մալուխները վնասելով, 100-ը եղել է հեցի
բալանսային պատկանելիության ենթակայաններում եւ մալուխագծերում, որի համար էլ բացատրությունը սա է։ Այն ինչ որ ես ձեզ նշեցի, այսինքն դինամիկայի առումով, որ անցած տարի 18.1%-ով նվազել է։ Սա հանձնաժողովի թվերն է։ Ես այսօր ձեզ չեմ ասելու ոչ մի թիվ, որը հեծից է։ Մի բանի համար, մանիպուլյացիաներից խուսափելու համար, որ չասեն, հեծը թիվ է ասում, թուղթ գրիչն ու թուղթի իր ձեռքն է, ինչ ուզի գրի։ Հեծի որևիցե թիվ չեմ ասելու, չնայած որ դրան էլ կասկած չպետք է լինի, բայց չեմ ասելու։ Տարանջատելը սրա մասին է խոսքը։ Մեր ազգաբնակությունը գիտի, Սահակյանը վճարեց գնում է Կարապետյան Սամվելի գրպանը, հոսանք անջատվեց, մեղավորը հեծը։ Հիմա այդ տարանջատման ժամանակ արդեն պարզ կերևա եւ պետք է այստեղ անկեղծ ասած նաեւ գալ նրան, որ մի քիչ ազնիվ չի այդ մարմինների կողմից չնշելը, նույն այդ մոլը, այսպես ասած, այդ մոլ պատմությունը, որ որևիցե կապ չունենք, երկու կողմից ծնուցում ունի, մեկը Պեկի նախկին պաշտպանության նախարարության շենքից, այո, մեկը Կարիտաս գծից բերել է համաձայնություն տվյալ սեփականատերից, որ իրենք համաձայն են իրենց մոտ հզորության թույլատրված հզորության նվազեցումով, այսինքն իրենց ունեցածից այսքան տալիս ենք այս մոլին, համաձայն ենք, որ միանա մեր ենթակայանից, զրո պարտավորություն, զրո, ամենայն պատասխանությամբ հայտարարում, ոչ մոլն է հանդես գալիս, ոչ մեկ, եւ ամենակարևորը, ասում եք կառավարության նիստի մեր բաժանորդն են, բայց իրենց էլեկտրոտեղակայանքները մերը չեն։ Մենք բալանսային պատկանելություն հասկանում եք դա ինչ նշանակում։ Մենք իրավունք չունենք կատարել աշխատանք մի գծի կամ մի ենթակայանի վրա, որը մերը չի։ Բարի կամքի դրսևորում ամեն դեպքում պետություն ենք, ամեն դեպքում սա եւս մեկ անգամ ապացուցում է սաբոտաժի հայտարարությունները, ոնց ասեմ, կոպիտ չստացվի, որ մի քիչ եթերային էլ լինի, էլի։ Այդ սաբոտաժ կոչված ով որ հայտարարում է, չգիտեմ, չեմ էլ լսելով հայտարարում, չեմ էլ ուզում իմանալ հայտարարում, բայց կոպիտ սուտ է։ Շատ մեղմ ասած, հաջան։ Բաժանորդինն էին այդ գծերը, այսինքն։ Բաժանորդինն են, թե իրեն տված ընկերությանն են, մեզ քիչ է հետաքրքրում, մեր չեն։ Այսինքն ով որ համաձայնվել է իր գծից սնվի, նրանն է, թե այդ իրանց մեջ ինչ որ այլ հաշվապահական բան է տարվել, ես չգիտեմ, բայց մերը չի։ Կներեք, կառավարություն եւ ազգային ժողով ընդունում են, էլի ասել, ամեն դեպքում դա գոնե պատասխանատվության տակ։ Ինչը։ Կառավարությունն ենք հայտարարություն տվել, ախր կառավարության հոսանքազրկումը նորից եղել է բեցի ինչ որ, այսպես մեկնաբանեցին, խնդրում եմ սա հիմք չընդունել, տենց բաներով մենք կարող ենք մեր դիսպեչերները անդադ կապի մեջ են։ Բեցի դիսպեչերների հետ, մեր դիսպեչերների հետ կան ձայնագրություններ։ Լավ, վերջին հաշվով կառավարության նիստի ժամանակ անջատվում է հոսանքը։ Ինչ որ մեկը կասկածում է, որ կառավարությունը ունի Մենք ցանկություն չենք ունեցել Փաշինյանի վախը բռնելու եւ չունենք, կարծում եմ չենք էլ ունենալու։ Բայց նորից խնդրում եմ լսեք, ինչ որ մեկը չի կասկածում, չէ՞ որ Փաշինյանն էլ կառավարությունն էլ ունեն բոլոր հնարավորությունները պարզելու ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունը։ Լավ ուր է։ Պարզեցիք, ինչ որ մեկին հեծից, որը կատարել էր դա, նստացրեցիք, լավ է ստացվում իրենց մոտ։ Նորից Հա, ուզենք ամեն ինչ վերագրել հեծի նստեյության այդ միտումը։ Իհարկե, ես ձեզ ասում եմ, պետական լծակներ ունենալու պարագայում տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի հեշտ է գեներացում դժգոհությունը։ Ես նորից կրկնում եմ ու անդադ այսօր կրկնելու եմ, որ որևիցե պարագայում չասեն, հեծը խնդիր չունի։ Այո, ունենք խնդիրներ, բայց մենք ուզում ենք, որ մեր գործընկերները մեզ հետ լինեն ազնիվ, այսինքն մեր խնդիրների չափը, քանակը լինի ճիշտ։ Ոչ թե երկրորդ հարցին եթե կարելի է կառավարումը տակ իրենք բարեն ցանեն դուք տերը լինեք Գիտեք էդ էլ այդպես չի էլի նորից մենք գնում ենք մեր պաշտպանողական կամ հարձակողական ոնց ուզում եք ասեք իրավական ճանապարհները բացահայտելու մասին էդ էլ այդպես չի եթե իրենք մտածում են որ կարող են կառավարիչ նշանակել այսպես ասած այդ իմ ասած անգրագետ օրենքով եւ այդ կառավարիչը գա ինչ ուզենա անի Կարապետյան Սամվելի ունեցվածքով երաշխավոր է այդ բանկերում միսուս պատասխան տա դա էլ այդպես չի մի քիչ գիտեք չեմ կարող պատկերացնել լավ այդքան կարճ մտածել որտեղից շատ կարճ են մտածում ախր չէ ռոպեական ինչ որ ցանկությունները հագուրտ տալու խնդիր ունեն ինչ չեմ կարող պատկերացնել ախր դա այնքան ակներև է որ կառավարիչը ես չեմ կառավարիչը գալիս սկսում է վնասներ տալ աշխատում ավելի վատ քան այն ժամանակ աշխատել է
Ես ռիսկերի մասին չեմ խոսում, կարծում եմ այդ հարցն էլ կլինի հետագա ռիսկերի հետ կապված, ես կասեմ նաև մենք ինչ ենք տեսնում, բայց ու պատասխան տա սեփականատեր, լավ որտեղ է գրած։ Ես ես երրորդ հարցը էլի գներես Սյուզի ջան, երրորդ հարցը։ Քիշեստեք։ Թքած ունեմ պայքարել մի հիմնարկի համար, բայց ինչ եք պայքարում, հիմա քրբականի հարցն է, բայց ինչ եք պայքարում, որ թքած։ Ես իմ կյանքում, իմ վրա օրինակը բերեմ, դուք ընդհանրացրեք։ Ես իմ կյանքում եղել են դեպքեր, որտեղ պետք է ես որոշեի։ Ես զիջում եմ ինձ գեներով եկած Աստծո կողմից իմ մեջ ներդրված սկզբունքները ինչ որ բանի տիրանալու համար կամ ինչ որ բան չկորցնելու համար։ Այսինքն Կարապետյան Սամվելը պետք է իր սկզբունքները, իր ապրելակերպը, իր հավատքը դավաճանի, որպեսզի հեծը մնա իրեն։ Խոսքը դրա մասին էր։ Այսինքն, այստեղ հեծ բառը հենց որ փոխում ենք ունեցվածք բառով, ամբողջ են գնում այդ տեղը։ Իհարկե, ամենայն պատասխանությամբ չեմ խոսել իր այդ թեմայով, այսա արդեն ոչ թե կարծիք եմ ասում ձեզ, սա ասում եմ ամենայն պատասխանությամբ, համարեք իր կարծիքն է։ Իր պատասխան։ Այո, դա կարա լինի տաշիրպիցան, դա կարա լինի մոլը, դա հաշվի առնելով, որ այդ պայն հեծն էր թիրախավորված, ինքը հեծն է հիշել կամ հեծն է ասել։ Հիմա նույն հաջողությամբ նորից եմ կրկնում, բառի խնդիր է։ Այդ բառը փոխել ունեցվածքով կամ փոխել տաշիրպիցայով կամ փոխել, չգիտեմ, դալմայով կամ մյուսով, իր ակտիվների հետ կապված։ Այստեղ անբարոյականության չափերը sense մի քիչ կամաց անցնելով գնում են այն առումով որ խիստ ոչ թե խիստ կասկածում համոզված եմ իրենք բոլորը ամենայն դեպս այդ թեզը տարածողները իրենք բոլորը հասկանում են այդ մարդը ինչ ասում համոզված եմ որ դուք էլ եք հասկանում ինչ անշոքում թքած ունեմ հեծի վրա բերեն դաս արքեն ինձ լրագրողը հարցա տալիս ասում վիրավորված չեք, ասում ինչից վիրավորվեմ, ասում դե թքած ուներ հեծի վրա, ինձ ավտոմատ ձեր վրա էլի, ձեր աշխատողների։ Լավ։ Շնորհակալություն։